Չերի մաֆակումբը։ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Գլխավոր հովանավորն է Լեդիզոն կանանց մարզասրանների ցանցը, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, ծրագրի գործընկերներն են Մելանտե տեղական արտադրության հագուստի խանութ-սրաների ցանցը, Gentleman's House Barber Shop-ը, Հայաստանում լայն տարածում գտած Fit ջրերը, Այբոլիտ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ-սրաների ցանցը, Իջևանի գինու գործարանը, Դրախտ Garden ռեստորանը եւ LH Travel տուրիստական ընկերությունը։ Քաղաքի բնակիչները հավաքվել են պարզելու, ովքեր են իրենց մեջ թաքնված սևերը։ Գիշերը մաֆիան արթնանում է ընտրում զոհին, ցերեկը քաղաքը բացում է աչքերը ու քննարկում։ Յուրաքանչյուրը խոսում է հերթով, փորձում է պաշտպանվել կամ բացահայտել մյուսներին։ Չկա վստահություն, կան միայն փաստեր։ Խաղը սկսված է, հաճելի դիտում բոլորիս։ Չերի մաֆակումբը եւ կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Mafia in the City նախագիծը, այսինքն մաֆիան քաղաքում է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, ձեզ հետ է ձեր ընկեր Սաշան։ Ողջույն սիրելի մասնակիցներ, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ։ Անահիտ։ Շատ լավ է։ Դրական է։ Պարոն Բաբայան, ինչ եք կարծում։ Մեր մաֆիա խաղը նման է քաղաքականության։ Եթե անկեղծ լինենք, մաֆիա խաղը ամենակաղաքական խաղն է շախմատից հետո, որտեղ համ պայքար է, համ խաղից հեռացնում են, խաղում քվեարկում են, որը նման է նաև ազգային ժողովին եւ ունի իր գաղտնիքները եւ հոգեբանությունը, որը նույն զուգահեռներ, եթե անցկացնես, նույն բանն է։ Շնորհակալություն։ Վատերը եւ լավերը, սևերը եւ կարմիրները։ Կարմիրները եւ Կարմիրները, այո։ Հասկանալի։ Մինյոն, դու բազմաթիվ տարբեր մրցաշարերի ես մասնակցում, շատ էմոցիոնալ ես։ Ինչ կասես մեր խաղի մասին։ Անկեղծ լավ խաղ եմ մաղթում, էմոցիաներից մի տրվեք, հիմնականում ուշադրություն կդարձնեք դեմքիս միմիկաներին, իմ դեմքը ամեն ինչ ասում է, չգիտեմ։ Շնորհակալություն Մինյոն։ Գեր Անահիտ։ Սկսենք խաղը։ Սկսենք խաղը։ Ձեր թույլտվությամբ իհարկե։ Մեծ սիրով։ Գիշեր քաղաքում։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը Շերիֆ։ Միայն առաջին գիշեր սևերը իրավունք ունեն բացեն աչքերը, ծանոթանան միմյանց եւ որոշեն հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Առավոտ։ Բարի լույս բոլորին։ Մաֆիան քաղաքում հեռուստանախագիծը համարում եմ սկսված։ Համար 1 րոպե։ Բարի լույս բոլորին, շատ հաճելի է, ինձ համար անծանոթ խաղացողներ եք բոլորը, ոչ մեկին չգիտեմ, ոչ մեկի խաղը չգիտեմ, միայն մաղթում եմ բարի խաղ ու շատ ուզում եմ, որ կարմիրներով իրար գտնենք, հասկացնենք իրար, որ կարմիր ենք ու կարողանանք այս խաղը հաղթել։ Ես կարմիր խաղացող եմ։ Առաջին եմ, չեմ կարող ինչ-որ բան կասկածում։ Եթե վերջ խոսքի ավարտին ասում եք։ Կներեք խոսքի ավարտից վերջ։ Շնորհակալություն։ 2 Շնորհակալություն, ողջունում եմ բոլորին, բոլորիս մաղթում եմ հաճելի եւ հետաքրքիր խաղ, հաղթանակ եմ մաղթում իմ կարմիր թիմին, ընդունեք 1 Թումված է 1 Խեմ դնում ձեր տեխնացությունը, հա, որովհետեւ դուք ասիք, որ ոչինչ ասել հիմա չեք կարող, գուցե 10 համարը ճիշտ կհամարի, որ դուք կիսվեք որևէ մեկի հետ, այդ ժամանակ արդեն մյուս 9 խաղացողները խոսացած կլինեն, դուք գուցե ինչ-որ մի բան կասեք, որովհետեւ այս տեքստով գույն որոշել ես նստած երկրորդ համարի հետևում չեմ կարող։
Ես այս խաղը մտածում եմ խաղանք հետևյալ սկզբունքով։ Փնտրենք ոչ թե սև խաղացողներ, այլ փնտրենք կարմիր խաղացողներ, որովհետև ես կարմիր խաղացող եմ, ինձ պետք է 3 կարմիր խաղացող ինձանից բացի, որովհետև ես խաղը ես իմ կարմիր գույնով հաղթեմ։ Եթե 10 համարը խաղը իմ հետ համաձայնվի այդ սխեմայով խաղալ, ինձ թվում է մենք միասին այս խաղը կգրենք։ Չեք համաձայնվի, ափսոս մեկինը դրել եմ։ Շնորհակալություն, փաս։ Շնորհակալություն 3 Բարի լույս բոլորին։ Ինչ լավ է ես առաջի համարը չեմ, որովհետև բոլորի խաղին հետևելով հասկանում եմ, միշտ առաջինի գլուխը քոր է գալիս։ Так что Անահիտ ջան, ցավակցում եմ քեզ։ Ես հիմա փորձում եմ հələ հասկանամ ով ինչ, որովհետև բոլորին չեմ ճանաչում, բայց որոշ մարդկանց հետ խաղացել եմ, այնպես որ Հեսա նայեք հաջորդին իմ տեխնացությունն է դնելու հենց խոսա, հենց որ ուզում եմ միանգամից դնեմ իր տեխնացությունը, չեմ կարող բացատրեմ ինչի համար, ուղղակի, որտեղ մի անգամ խաղի ժամանակ ինքը հենց առաջին իմ տեխնացությունը դրեց։ Սա հումոր էր, չէ, չեմ դնում տեխնացությունը, բայց կուզենամ որ լավ խաղ լինի, կուզենամ որ կարմիրները բնականաբար հաղթեն։ Մեկը, դե մեկին ասեցի որ ամբողջ կուժուկուլեն թափում էր գլխին, որտեղ իմ գլխին էլ է թափվել։ Երկուսը, 10 վայրկյան։ Երկուսն էլ, չգիտեմ, հա, եթե տենց վերցնենք, բոլորն էլ կասկածել են, իհարկե, ինչի՞ չէ որ, բայց ոչ մեկի տեխնացիություն չեմ դնում, կլսեմ պրոֆի խաղացողներին։ Շնորհակալություն 4 Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ խաղալ ձեզ հետ։ Այս շրջանում ես կգնեմ համար 2-ի տեխնացությունը, համար 2 ես համաձայն չեմ խաղալ ձեզ հետ, որովհետև ես այս խաղում եկել եմ, որ գտնեմ սև խաղացող, կարմիր խաղացող ինձ պետք չի գտնել, կարմիր խաղացողները շատ են առանց դեպ։ Պետք է գտնեն սև խաղացողների, հանենք, որ կարմիրների թիմը հաղթի։ Ես կարմիր խաղացող եմ, խաղում եմ համար 1-ի հետ, բայց 50-50 եմ թողնում համար 1-ին, ուղղակի էմոցիոնալ, ինձ ուրախացած 10 համարը ամենալավ խաղացողներից եմ համար համարվում, եթե ոչ ամենան, որ ինքը սենց է հաղթած ես խաղը ինձ համարում, համար 1-ի հետ էմոցիոնալ խաղում եմ, ինձ շատ դուր եկավ, համար 3 ձեր հետ էմոցիոնալ փորձեմ խաղամ այս շրջանի, իմ համար այդ տեքստը ոչ մի բան չտվեց, որ ասեմ, ոչ մի ինչ-որ ինֆորիակում իմ մասին, 10 վայրկյան։ դրա համար այս շրջանում համար 2-ից եմ հրաժարվում այսքանը ասեմ։ Շնորհակալություն 5 Շնորհակալություն, ոչ մի անալիզ չհնչեց, հա, ասենց ասեմ վերլուծություն, ընդհանրապես հումորներ էին եւ խոսակցություններ, առաջի համարի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, բայց հնարավոր է եւ այդ առաջի համար լինելով հանդերձ եւ դեն շատ լավ ելույթ ունենալով հանդերձ լինի սև, որևէ երաշխիք չկա, համար 2-ի առաջարկը անընդունելի է, մենք սևերին պետքա գտնենք ոչ թե կարմիրներին, կարմիրները իրանք մեզ կգտնեն, համար 3-ը հումորային տենց ելույթ ունեցավ, բայց կասկածների տեղիք է տալիս եւ կարծում եմ պետք է անդրադառնալ համար 3-ին էլ, համար 4-ն էլ շատ կասկածելի է, բայց դեռևս այսքանը ես չեմ կարող լուրջ ինչ-որ տեխնացիոն առաջարկեմ քվեարկության։ Կապրենք, կտեսնենք, լսենք մյուսներին, ես կարմիր եմ ու փնտրում եմ կարմիրներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն համար 6 Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ ողջունների համար։ Նայեք, համարին ջան, իրականում դուք բողոքեցիք անալիզների պակասություն, բայց ձեր անալիզն էլ ըստ իս մի քիչ պակաս։ Չորս ջան, երկուսի ասած տարբերակը ես հասկանում եմ։ Դու գտար 3 սևերին, դու անձամբ 4 համար նստած գտնես 3 սևերին, դու ձեն չես ունենա քվեարկելու։ Իրան ինքը նկատի ունի, որ գտնես այն կարմիրը, ով քո հետ ձեռքը դրի։ Միտեղ հասկանում եմ։ Այդ տեքստի վրա 4 ֆիքսվել, 5 ֆիքսել, 10 ընդերը ջեստերից ֆիքսվել, իմ համար մի քիչ ձգած է, չգիտեմ, իմ կարծիքով ձգած է։ Ես գիտեմ, որ 6 կարմիր, ընդունեք 3, ըստ իս միջև խոսածածների ու տեխնացիություն ունեցողների 3-ն է, 1000 անգամ կներեք, այնքան թույլ է տեքստերը, ես գույն չեմ հասկանում։ 5 հոգի խոսածած շատ թույլ տեքստեր է, ու 10-ին է գորդորեն 10 ջան, ոչ թե քո կարծիքով կիսի, այ ըստ սեղանի, հա։ Միշտ հիմնականում 10 եթե էգոիստ մարդ անստում, իրան ստացող է կիսում ու կարող շարունի։ Կուզեմ կարծիքները լսես։ Շնորհակալություն 7 Ողջույններս, ողջունում եմ բոլորիդ, հետաքրքիր խաղ եմ մաղթում, ուրեմն համար 6 միանշանակ խաղում եմ ձեզ հետ, այդ վերլուծության մասին, անդրադառնամ վերլուծությանը, միջև համար 5 վերլուծությունը կաղում էր, դուք ճիշտ նկատեցիք ու ձեր վերլուծությունը ավելի վերլուծական էր, ինձ դուր եկավ, դրա համար ես ձեզ ավելի կարմիր եմ տենում ու բնականաբար հիմա թիմ եմ կազմում ձեզ հետ, բայց չի նշանակում, որ ես 1-ից միջև 5 կարմիր չունեմ, բնականաբար ունեմ, բայց էմոցիոնալ, քանզի տեքստերը այնքան էլ բան չէ, թյուր էին։ Համար 4-ի հետ էլ կփորձեմ խաղալ։ Նու համենայնդեպս այս պահին։ Իսկ ինչ վերաբերում է համար 1-ին, համար 2-ին, համար 1-ի բացումը էմոցիոնալ բացում էր, դրական բացում էր ու հիմնվել
ինչ որ իր բացման վրա այս բանին ըստ իս կարիք չկա, բայց կարա համար մեկը կիսվի, լսենք, եթե խաղացողները համակարծիք են ու համար մեկ կուզեն կիսվի, որ լսեն, ես էլ կուզեմ համար մեկ լսեմ, բայց նաև համար 2 կուզեմ նորից լսեմ։ Այստեղ համար 6-ը նկատեց, համար 3-ի տեխնացությունը դրեց, ուզում եմ մի հատ համար 3-ին ուշադրություն դարձնեմ, ըստ դրա քանզի ես ձեզ հետ եմ փորձում թիմ կազմեմ, ես ձեզ լսեցի, ձեզ հասկացա։ Դեռևս այսքան է։ Շնորհակալություն 8։ Ողջունում եմ բոլորին, մեզ լավ խաղ եմ աղթում։ Նախապես իմ թիմը ասեմ 2-ն լինելու 5-ը 8-ը 0 շրջանում 3 դուք 1-ին 50-50 տվեցիք, 2-ի մասով ձեր տեքստի մեջ ոչինչ չասեցիք, ու իր տեխնացությունը չդրեցիք, այսինքն դուք 1-2-ի մեջ փորձեցիք այնտեղ գույներ գտնել, ու 1-ին տեսակ ավելի լավը, 2-ին այնտեղ բաց թողեցիք, 4-ը միացավ 3-ի շարունակություն տեքստին, դե հա դուք դրեցիք 2-ի տեխնացություն, ճիշտ է, հա, ու փորձում եք խաղալ 3-ի հետ, 10 ընդեղից ասած 3-ի հետ պետք չի խաղալ, չէ, ես ասում եմ ինչ որ տեսել եմ, ու դուք ասեք դե լավ 3-ի հետ էլ կորոշենք խաղանք, այդտեղ խնդրեմ կա, 2-ի հետ ես խաղում եմ 0 շրջանում, հա, որտեվ ես մտածում եմ որ 3-ից մինչև 7 եթե 2-ին կոպիտ ասած քլնգել են, ես չեմ մտածում որ ինքը կարա ինչ որ մոլորակում հա ինքը կարա սև խաղացող լինի, հա, իմ թիմը 6-2-8 թիմն է 0 շրջանում, իսկ 7-ին չի չեմ խաղում, որտեվ դուք խաղում եք 4 5-ի վերլուծությունները պրոստը 5 նստած բոքսում դուք գոնե պետք է արդեն թեկուզ 1 հոգի ձեր թիմում ունենաք։ Շնորհակալություն համար 8, համար 9։ Ողջունում եմ բոլորիդ, ուզում եմ ավելի շատ, ինչպես համար 4-ը նշեց, էմոցիաներից ելնելով արտահայտվեմ, Անահիտի հետ, համար 1-ի հետ խաղացել եմ անցած խաղը ու համանուն դեպս նույն ձև է խաղում ու լինելով առաջինը չգիտի ինչ խոսի, դրա համար 2-ի ագրեսիան մի անգամից sense նոր ռոբոտ ու մի անգամից իր մասին հասկանում եմ որ դու ուզես չուզես իր մասին պետքա խոսաս, բայց մի տեսակ ոնց որ շատ է իր վրա կենտրոնացել էլի, վատ է խոսում կամ sense ինչ որ մի բան, չգիտեմ, համար 3-ը ասած համար 5-ի մի քիչ տենց ավելի կատակի տվեց, երևի որ ժամանակը վատնի, համար 4 ջան Էլի համաձայն եմ, որ համար 10-ը միգուցե լավ խաղացող է, բայց հիշի, որ ամեն խաղը նոր խաղ է, շատ չգիտես ինքը ինչ գույն է, որ մի անգամից տենց վստահում ես, բայց ես ձեր դիմաց ոչ մի բան չունեմ համար 10 Ասվարկյան Ամեն դեպքում ես կարմիր խաղացող եմ, խաղը ընթանա, եթե չհեռացնեք կիմանաք ինչը ինչոց կլինի, համար 10-ին ուզում եմ անձամբ լսել, որովհետև ուզում եմ իր հետ խաղամ։ Շնորհակալություն։ Վստահ եմ էլի, որպես ուժեղ մասնակից։ Համար 10 Շատ ապրեք, դուք կարմիր խաղացող եք, ես էլ եմ ողջունում բոլորին, մի շարք բաներ ունեմ ասելու, քանի որ ես կարմիր եմ քաշել, իմ խաղային հնարավորությունները պետք է ես օգտագործեմ այս կռուկ, որտեղ շատ հավանական է, որ ես կրակվեմ ու ես պիտի փորձեմ այս խաղը կրեմ։ Դու կարմիր ես, բայց սխալ ես խաղում։ 4-ի ու 6-ի գույների հետ ինչ կա կապված իմ հետ։ 4-ն ու 6-ը կարմիր խաղացողներ են ստեղ։ Ասեմ 4-ն ու 6-ը կարմիր խաղացող են, 1-2-3 դվոյկա է նստած։ Հիմա խաղը կիսում ենք, ու ասածն եմ անում 6։ Ընդունեք 2-3 Արգեսմա 2-ի ու 3-ի մեջ ֆալանգ-ֆալանգը չի կիսվում, որովհետև սաղ սևերը այն կողմն են նստած։ 5-ն անդե մի քիչ բան, բայց 5-ին էլ եմ կարմիր տենում։ 4-ի ու 6-ի գույների հետ կապված իմ հետ սաղ հարցերը, էլի եմ ասում։ Ընդունում եք 2-3, դու որ 2-ի խաղացել ես դու պետք է կիսվեիր, բայց ես քեզ կարմիր եմ տեսել, դրա համար չես կիսվում դու։ Հա, ասում եմ ոնց է կիսվում, հիմա ուշադիր ասում եմ։ 2, 1, 10, 9, 8 քվեարկում եք 3 10 վայրկյան 3, 4, 5, 6, 7 քվեարկում եք 2 մենակ Ինձ նայում եք ժեստով, հենց ցույց եմ տալիս, բարձրացնում ենք վերջի քվեարկությունից հետո բոլորը ձեր ինչքան կարմիր մարդ կա ձերը դնում են Շնորհակալություն համար 10 Ես հիշեցնեմ սիրելի մասնակիցներ, որ երբեն չի քվեարկություն բառը, դրանից հետո ցանկացած ժեստիկուլյացիա ստանում եք նկատողություն Ուշադրություն, քվեարկություն Տեխնացուներն են 1, 3, 2 1, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 1-ը, շնորհակալություն 0 ձայն 3, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 3-ը, շնորհակալություն 5 ձայն, համար 10 ստացակ առաջին նկատողությունը 2, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 2-ը, շնորհակալություն 5 ձայն Խաղը կիսվել է 3-ի և 2-ի միջև Խնդրեմ համար 3 30 վայրկյան։ Ժողովուրդ ջան, ես պրոֆի խաղացող չեմ, ձեր նշաններին չեմ հասկանում։ Երևի միգուցե ինչ-որ բան եմ բաց թողում, որ դուք իրար բացատրում եք։ 1, երկրորդը ես հələ երրորդ խաղացողն եմ, չեմ կարող կարծիք կազմեմ դիմացինից նստածներին, որտեվ
չեմ ճանաչում ոչ մեկին եւ շատ կուզենայի այ խոսալուց հետո արդեն հասկանալի է ինձ համար ով ինչ, բայց փորձեմ ես խաղի մեջ մտնեմ կամ չգիտեմ, ամենայն դեպս կարմիր եմ, բայց դու ասացիր եթե ես լինեմ սև, ես լարվում եմ, դու սև չես։ Շնորհակալություն, համար 3 ստանում եք առաջին նկատողությունը, որովհետև խաղի ընթացքում ցերեկով չի կարելի կապնել հարևանին։ Գիշերը առավել եւս խաղից հեռացում է։ Համար 2, 30 վայրկյան։ Համար 10, երբ որ համար 7 խոսում էր, ես համար 7-ին մի հատ փոքրիկ ժեստիկ եմ արել։ Ինձ թվում է դու դա կարայիր տեսած լինեիր, սովետիկ ինձ մի ցույց տուր, որովհետև նայ, ես կարծում եմ դու 60%-անոց կարմիր ես, բայց հենց հիմա խաղը փչացնում ես։ Մենք զապադիոմ չենք գնում, մենք երկուսով խաղը չենք լքում, եթե համար 10-ին դա շատ ձեռնտու է, համար 10-ը կարա մնա պայքարի մենակ։ 3-ի գույնը ես չգիտեմ, բայց ես 3-ի հետ սեղանից բարձրանալու բացարձակ իմաստ չունեմ։ Շնորհակալություն, ուշադրություն, քվեարկություն, թեգնանցուներն են 3-2, 3, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 3-ը, շնորհակալություն 5 ձայն, 2, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 2-ը, շնորհակալություն 5 ձայն, հարցը հնչելու է 2-ի հեռանալու մասին, եւ այսպես, ովքեր են համաձայն որպեսզի 2-ն լքեն խաղը, շնորհակալություն 1, 2, 3, 4, 5 ձայն, գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 10-ին։ Ամեն գիշեր Դոնը հնարավորություն ունի փնտրելու շերիֆին։ Դոնը այս գիշեր չկարողացավ գտնել շերիֆին։ Իսկ շերիֆը փնտրելու սև խաղացող։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Առաջին գրակված մասնակիցը թողեց իր կարծիքով սևերի եռյակը։ Համար 1, համար 2, համար 3։ Առավոտ։ Մեկ րոպե մախոսական Ձեռը չես դնում, ապեր։ Լիգյախի ձեռը չես դնում, համար 7։ Խի ձեռը չեք դնում։ Խաղի տրոյք են 1-2-3 ժոստկի, մեջներից ով շերիֆ բացվի չեք հավատում։ Ես շերիֆը գիտեմ դա ժով է։ Եթե շերիֆը ստեյվ ստուգում չունի, հիմա չի բացվում։ Նորից եմ ասում, 1-2-3 հերթով անում, խաղը պրծածա։ Խի ձեռները չեք դնում, 2 սև եմ հանել։ Բացատրում եմ ինչի։ Մեկի խաղը նայել եմ ես նախորդ խաղին, երբ որ ինքը նախորդ անգամ խաղում էր։ Իր խաղը 120%-անոց փոխվել է։ Երկուսը այն խաղացողնա, որ ասի եկեք կարմիր գտնենք, սև չգտնենք, քեզ եմ ասում համար 8։ Ասում հա։ 3-ը կատաստրոֆա է։ Հանձնվել են 1-2-3 իրանց տեքստերի ժամանակ հանձնվել են։ Իրանցից ով շերիֆա բացվում, չեք հավատում։ Մյուս շերիֆին եք հավատում։ Ու ասեմ, մյուս շերիֆին գիտեմ ով է։ Եթե 1-2-3-ի մեջ հաստուգումը բացվում է, եթե չէ, չի բացվում։ Խաղը պրծել է խաղը։ Կարմիր եմ, չէ՞։ Շերիֆ կբացվեի, եթե սևը լնեի կրակվեի։ Կարմիր եմ, չէ՞։ 1-2-3 հանում եք պրծել է խաղը։ Համար 2 շրջանը դուք եք բացում 1 րոպե։ Այն բոլոր մարդկանց համար, ովքեր չեն հասկացել առաջին շրջանում իմ խոսքը, նորից եմ ասում, փնտրում ես կարմիր խաղացողներ, գտնում ես 3 կարմիր խաղացող, ունենում ես 4 կարմիր խաղացող դու էլ հետները, սևերին ման ես գալիս մյուս 6-ի մեջ։ Բացառության սկզբունքով խաղը հաղթում ես, որովհետև եթե բալանսով խաղաս, մի հատ սև, մի հատ կարմիր, մի հատ սև, մի հատ կարմիր, դուրս կգան, կմնաք դուք կարմիրներով խաղը կհաղթեք։ Ես վերահաստատում եմ այդ տեքստս, ով որ լավ չի խաղում կամ խաղի տրամաբանությունը չի ճանաչում, կարա դնի իմ տեխնացությունը ինձ խաղից հանի։ Ընդունեք 4 Համար 4 նստած խաղացողը, մեր սիրելի ընկերը, եթե 3-ը ինձ տեսել է վատ, իմ տեխնացությունը չի դրել, դու դա վատ ես, չէ՞ տեսնում։ Դու իրավունք չունես էլ դնես 2, դու պիտի դնես 3։ Ոստը եթե 3-ը քո հետի սևն է, նորմալ է, օքեյ է։ Ընդունեք 4, իմ հետ խաղացող բոլոր մարդկանց ձեռքերը գնալու են 4-ի դեմ, համար 10-ը ճիշտ է կարմիր էր, բայց շատ էմոցիոնալ որոշեց, որ ես այն խաղացողն եմ, որ կարամ երկրորդ բոքս նստեմ սև գույնի ու առաջին իսկ խոսքի ժամանակ կրակեմ։ Տենց երբեք չի եղել ու հաստատ երբեք չի լինելու։ Շնորհակալություն, փաստ։ Շնորհակալություն 3 Եթե ինչ-որ էմոցիոնալ սխալ պահեմ ինձ, այդ կարա նաև դիտվի որպես մեկ, բայց համար 4-ին չէր կարելի կպել, չեմ կպել։ Համար 4-ին ասեմ ինքը էմոցիոնալ
ուրիշ ձև է իրան պահում, ես իր այդ խաղացել եմ, երբ որ ինքը սև էր, ինքը շանլապը լցրեց գլխից, մեղադրելով ինձ, բայց հիմա մի քիչ շատ ուրախ է, դրա համար մտածում եմ, որ ինքը ինձ թվում է կարմիր է, 4-ը, հա, չգիտեմ ինչի, ես տենց եմ ուզում հավատամ, որովհետև շատ անկեղծ է հիմա ինքը ինձ ժպտում, հենց որ մի քիչ կողմնակից եմ, որ ինքը կարմիր է, համար 5-ը շատ լուր է, չգիտեմ, շատ այսպես որոնողական է, խաղնատպես, թե սևա դրա համար է։ Հետազոտում եմ։ Ահա, հետազոտում, ինչ լավ է։ Առաջինն էր համար 5, հա, համար 6-ի հետ կապված հետաքրքիր խոսք է ասում, բայց էլի շատ sense կասկածելի է ինձ համար։ 7-ը լուր է, 7-ի հետ խաղերեն հետևել եմ, շատ, չգիտեմ, էմոցիոնալ բան չեմ կարող։ շնորհակալություն համար 3, համար 4, Ընդունեք համար 2։ ընդունված է 2։ Ես 3-ին, ահա, կարող է տենց ոչ լավ եմ տեսել, ոչ վատ, բայց քո խոսքը ինձ ի սկզբանե դուր չի եկել, դրա համար դրել եմ քո տեխնացությունը ու հիմա էլ դու կանգնում ասում ես ես սև եմ, բայց համար 10-ը կրակվեց գնաց, համար 10-ը կռիշ արել ինձ ու համար 6-ին։ Սեղանի կարմիրները հիմա ինչ, պիտի մտածեմ, որ իրա տրոյք են սևերի, քո հետ խաղան կարմիրները։ Ես կարմիր խաղացող եմ, եթե մնացած, ով որ մտածում էր, որ կարող է 10-ը սև լինի, 10-ը կրակվեց գնաց կարմիր խաղացող։ Դուք չդրեցիք ձեռքերը, որ հանենք, իսկ ամենայն հավանականությամբ 2 սև էինք հանելու խաղից, մնար համար 1-ը։ Համար 8-ին էլ եմ կասկածում, բայց 10-ը ասեց ձեզ լավ է տեսել, դրա համար հիմա բան չեմ անի։ Հիմա խաղից գնում է համար 2-ը։ Իմ համար ամենավառ սևը տվյալ պահի դրությամբ համար 2-ն է։ Հետո արդեն 3-ի ու 1-ի մեջ ինձ թվում է հասկանանք ինչ անենք, փաս։ 5 Դե մենք առիթ չունենք ինձ թվում է համար 10-ի ասածները վերափոխելու։ Ես համաձայն եմ 10-ի հետ, բայց գուցե ինչ որ մի սևով ինքը սխալվում է։ Ես չեմ կարող դա հաստատ ասեմ, ոնց այդ 3-ը ճիշտ է ասում, բայց որ այս առաջին եռյակի մեջ գոնե 2 սև կա, ես կարծում եմ դա իրականություն է։ Համար 1-ի վերաբերել ուշադիր հետազոտություն էի անում, տենց ինքը իրոք շատ լարված էր, երբ որ իր մասին խոսում էի։ Համար 7 եւ համար 8 դուք առաջի հայացքից կասկածի մեջ մտակի մոտ, որտեղ համար 6-ին վերլուծություն չանելու մասին տենց ուսուցողական ինչ որ բան ասես, դուք տենց միանգամից պատխված արեցիք ու որ ես բան տենց ոչ մի կարող ես այդ վերլուծությունը իմ մեջ եմ արել, դեռ չեմ էլ ասել ձեզ, հենց որ դուք իմ աչքին ցեցիք սևանալ, երկրորդ այդ քվեարկությունը որ չքվեարկեցիք, որ երկուսով լքեն։ 10 վայրկյան։ Բայց այս պահի դրությամբ դեռևս այս կողմի վրա կասկած չունեմ, իմ կասկածները ընդունեք համար 1-ի տեխնացությունը։ Ընդունված է 1, շնորհակալություն 6։ Լավ էր ինձ ջան։ Լավ էր, իրականում մեկի տեխնացիաները լավ, որտեղ մեկը մի հատ զրով շրջան է խոսացել, մենք մեկից ինֆորմացիա չունենք, ես երկուս եմ միանշանակ քվեարկել, երկուսն այկոսեվությունը ինչումն է։ Դու երկրորդ շրջանն այ խոսացել ես 1.5 րոպե, ոչ մի բան չես տվել խաղին։ Հիմա երկրորդ շրջանը, որ ահագին բան կար խոսալու, դու խոսում ես 0 շրջանից քո տեքստն ես բացատրում։ Այն դեպքում, երբ որ քեզանից հետո 32 հոգի տարբեր վերսիաներ քննարկել։ 32 հոգի խոսացել են 0 արգումենտի մասին։ Համար 2 առաջին նկատողություն ստացել, երկու ջանոզոր խաղային դու դուրս գաս ոչ թե նկատողություններով իրավունք չունեի։ Այդ քանից հետո դու այդ տեքստը խոսայդ բացատրեի թե 0 քրոկ 3 սև թե 3 կարմիր արդեն էական չի։ Չեմ հավատում երկուսին։ Այդ ժեստերիդ չեմ հավատում, եթե դու ետել էր կիսոցու ժամանակ վիկրիկ կանեի։ Բա որ հանգարց ու դու դրել էր, չէ՞, որ երկուսը դուրս գային խաղից։ 5-ին հավատում, 4-ին հավատում, 5-ին հավատում տեխնացիան համար, այ 8-ն է երրորդ սևը իմ կարծիքով։ Նորը 1 2 3 8 Համար 5 չենք խոսում, երկրորդը ստացակ։ Շնորհակալություն 6, 7։ Համար 3 դուք սիրում եք սև խաղալ։ Չէ, ժեստերով ցույց տվեք, գլխով արեք, սիրում եք սև խաղալ։ Ես դες չեմ կարծում, որ խոսեցիք ձեր 30 վայրկյանների ընթացքում, ասացիք ուրախ կլինեք ելնեք։ Ինձ թվում է այդ սևացրեց ձեզ, հասկանում եք։ Դուք փորձում էիք վերլուծեիք, բայց չվերլուծեցիք։ Նոր խաղացող լինել, հին խաղացող լինել, այդ հա, բնականաբար հաշվի եմ առնում, բայց այս պահին իմ համար սևացեցեք։ Բնականաբար երկուսի հետ կապված համար 2։ Իմ մոտ այն հոգեբանությունն է, որ սև խաղացողին երբ փնտրում են ու գտնում են, սև խաղացողը փորձում է արդարանալ։ Ես ձեր մոտ նկատել եմ այդ արդարանալը, դրա համար իմ համար մենակ այդ արդարացումով դուք համար 3-ը ստուգելա 4-ին 4-ը սև է, ինչ։ Okay, չէ, տենց չեմ խամ։ Ինչի ես զապադիում չեմ դրել։ Զապադիում ես չեմ դրել, որովհետև 10-ի էմոցիոնալ ֆոնին, 10-ը իմ համար ի սկզբանե կարմիր չէր, որ ես խաղա, ես ուզում եմ մի հատ հասկանա ինչ եմ անում։ Կարող է ես խաղացող եմ կորցնում, ինձ այդ պետք չէր։ Այդ իմ հոգեբանությամբ այսին։ Խնդրեմ ուտ։
Հիմա երկուսը շերիֆ է բացվում։ Ուրիշ շերիֆ կա, որտեվ եթե սենց է գնում, մենք բոլոր ձեռքերով հանում ենք համար 2-ին, որ միակ խաղի շերիֆն է։ 6 ես ձեր վրա զարմանում եմ, եթե դուք հիմա այդ քայլը տանում եք դրան։ Ահա, 3-ն է այդում, ընդունում ենք համար 3-ի տեխնատությունը։ Ընդունված է 3, որովհետև հիմա այլ բացված շերիֆ չկա, ու կստացի դա վատա լինելու հետագայում, որտեվ եթե շերիֆի շարունակություն չեղավ, երկուսը թայմինգով գրել է, որտեվ ամենաառաջի բացված շերիֆն է։ Ահա։ Դե այդ առաջի բան, ընդունեք համար 4-ը էլ, հա։ 6 մեկ էլ ուզում էի հասկանալ դուքի եք ուզում 3 ջամփեիք, եթե մի շերիֆի կողմից ստուգա ցեվ խաղացող կա։ Այն մյուսը բացվել է։ Ահա։ Okay, շարունակություն կնայեք, իսկ ինչը որ վերաբերվում է մնացած խաղերին, 5 դուք նոր 7-ից X-ի հետ համաձայն եք, մի բա գլխով առեցիք, որ 2-ի մասին ինչ-որ բաներ խոսում, բայց դուք ասում եք 7-ուց հնարավոր է սևեր լինեն, այս ֆլանգի մեջ, ահա։ Ու ստեղից սևերի շարունակություն դուք ասում եք 1-2-3 սևերը այդտեղ արդեն կան, 10-ի թողածով 8-7-ի մեջ սև եք գտնում։ Այս խաղում ամենը 3 սև։ Համար 8, 9 Ճիշտ ասած, այնքան խառն եք խոսում, մինչև հերթը հասնում է ինձ, ես արդեն մոռանում եմ, ով ինչ էր խոսացել։ Խաղում եմ համար 7-ի հետ, ինքը իմ համար կարմիր է։ Հիշում եմ, որ համար 10-ը էմոցիոնալ ամեն ինչը տվեց, քանի որ ես բնատուր էմոցիոնալ մարդ եմ, էմոցիոնալի հետևից կարում եմ գնալ։ Սկզբից մի քիչ կասկածում էի, ես կուզեի, որ ինձ լսեիք համար 4։ Որովհետև դուք ու համար 10-ը իրար հետ էմոցիոնալ խաղի մեջ էիք։ Միգուցե ես այն կարմիրն եմ, որը որ պետք է վստահի ձեզ, հիմա դուք այդ ամեն ինչը չեք տալիս ինձ։ Սկզբից կասկածում էի համար 4-ի ու 10-ի վրա, հասկանալով միգուցե իրանք շատ լավ սև են, իրանք կարմիր են բանանում ու հավատայի 2-ին, բայց հիմա միահամուռ ուժերով, որ 2-ին են ու են մարդիկ, ովքեր որ ելի կարմիր են իմ համար 2-ի վրա են խաղում, ուզում եմ, որ վստահ եմ այն մարդուն, ով որ համար 2-ին է, այսինքն այն, ով որ իմ համար իրոք կարմիր է։ Այսքան։ Շնորհակալություն։ Խնդրեմ համար 1։ Ես մի քիչ ճիշտն ասած տագնապած եմ, որովհետև երբ որ դեռ խաղը չենք սկսել, ինձ ասացին, որ համար 10-ը շատ ուժեղ խաղացող է ու լսենք իրան։ Ես արթնացել եմ բարի լույս եմ ասել բոլորիդ ու հետո համար 10-ը ում ցույց է տվել, քվեարկել եմ իր օգտին, որովհետև զգացել եմ, որ ինքը սենց ինչ որ լիդերության բան ունի, որ կարող եմ բացատրի ըստ իս ով է կարմիր, ես կարամ ասեմ, ում եմ կարմիր պատկերացնում։ Ինձ համար 6-ն է կարմիր, ով որ անդադ ուզում է խաղին ճիշտ վերլուծություն տա ու օգուտ տա։ Համար 7-ն է կարմիր, որ չեմ զգում սևություն։ Համար 5-ը ճիշտն ասած ինձ համար եւ է։ Ես մի տեսակ չեմ զգում դեռ ձեր մեջ այն կարմրությունը, որ ուզում է խաղին օգուտ տա։ Համար 3-ը ինձ համար տագնապած է, ճանաչելով Սուրենին ուղղակի որպես հաղորդավար, կարամ ասեմ, որ սևոտ, այսինքն իր համար 9-ի հետ ես խաղացել եմ նախորդ անգամ եւ ինձ համար բացայտ կարմիրա, որ ուզում եմ խաղին օգուտ տա։ Այս պարագայում իմ համար կարևոր է գտնել կարմիրներին, ոչ թե եթե դուք ասում եք մենք պիտի գտնենք սերին, իմ համար ոչ, կարևոր է ում հետ եմ խաղում։ Մի խոսքով ես 6, 7 ու 9-ի հետ եմ խաղում։ Եվ այսպես ուշադրություն, քվեարկություն, թեկնածուներն են համար 4 ստացակ առաջին նկատողությունը։ Թեկնածուներն են 4, 2, 1, 3։ 4, ովքեր են համաձայն, որպեսզի խաղից հեռանա համար 4-ը, շնորհակալություն, 0 ձայն։ 2, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 2-ը, շնորհակալություն, 3 ձայն, համար 2 ստացեք երկրորդ նկատողությունը։ 1, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 1-ը, շնորհակալություն, 0 ձայն։ 3, ովքեր են համաձայն խաղից հեռանա համար 3-ը, դրեք խնդրում եմ, ովքեր որ չեն քվեարկել 6 ձայն։ Համար 3 1 րոպե մախոսական։ Այո։ Լավ, ասեմ Ժողովուրդ ջան, ուրեմն ես ստուգել եմ 7-ը կարմիր էր, չհասցրեցի մնացածին ստուգեմ, շնորհակալություն, ձեզ կարմիրներին մաղթում։ Ջանա։ Հա? Հա։ Եբա, հենց սկզբ։ Ձեզ լավ խաղ։ 7-ը կարմիր է։ Շնորհակալություն։ Նախագծի մնացած մասնակիցներին կմաղթեմ, որ չմոռանան, որ սա ընդհանրապես խաղ է, բայց լուրջ վերաբերվեն, որտեղ խաղերից է սկսում ամեն ինչ ու խաղերին է պետք հենց սկզբից լուրջ վերաբերվել, հետո նոր արդեն կյանքին։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 9-ին։ Գիշերը ստուգման ընթացքում շերիֆը գտավ սև խաղացող։
Առավոտ։ Առավոտը բարի էր բոլորի համար, բացի համար 9 ձեզ։ Ինչի՞։ Ձեզ են գրակել, համար 9, մեկ րոպե մահախոսական։ Ես շատ եմ սիրում ձեզ, ես շերիֆն էի, շնորհակալություն, ստուգել եմ համար 7-ին հաստատ կարմիրա, ստուգել եմ համար 2-ին սևա, չգիտեմ ինչի է 7 ցույց տալիս, այս 3-ը վապշեխի ասեց ինքը շերիֆն է, ես տենց խաղ չէի խաղացել, որ սևը կարմիր ասի, դրանով ինքը պարզեց, որ ինքը սևն է։ Ստուգել եմ 7-ը կարմիրա, 2-ը սևա, այդքանը։ Մաղթում եմ ձեզ լավ խաղ։ Շնորհակալություն։ Որովհետև կասկածում էի 4-ի ու քո էմոցիոնի մեջ ինչ է, դու ինձ խաղալ։ Դու 4-ի հետ խաղացել ես, ես քո խաղը չեմ տեսել, ես չգիտեմ, կողը դու էմոցիոնալ սև ես, ցուցադրանի կարմիր ես։ Մնացինք առանց մինյոն, շրջանը բացում եք դուք համար 4, խնդրեմ, մեկ րոպե։ Ընդունեք համար 2։ Համար 2-ը ոչ մի մոլորակում իմ համար շերիֆ չի եղել, չի լինի, համար 2-ը ստուգված սև խաղացողը, ափսոս որ անցած շրջանին 3-ը գնաց, բայց 3-ն էլ է սև գնացել, դրա համար կորցնելու բան չունենք։ Խաղում եմ համար 7-ի հետ հստակ կարմիր խաղացող, խաղում եմ համար 6-ի հետ հստակ կարմիր խաղացող։ Մի հատ ուղում անեմ, ինձ թվում է համար 10-ը տրոյկան տվեց 1, 2, 3, ինձ թվում է 8-ն է, ոչ թե 1-ն է այդ սևը։ Ափսոս որ 9-ը չհասցրեց ստուգի 1-ին, այդտենց ավելի հստակ կունենայինք հստակ տրոյկա։ Հիմա կգնա համար 2-ը, հետո արդեն 8-ի ու 1-ի մեջ եմ մտածում, ավելի շատ 8-ին եմ սև տեսնում, քան թե 1-ին։ Փաս։ 5։ Բոլոր ռասկլադներով համար 2-ը հիմա պետքա գնա։ Խնդիրը այն է, որ հետո ինչ որ մեկն ու մեկից հանելու են խաղից գիշերը ու ավելի քիչ ռեսուրսներ ամնալու էլի։ Ես էլ եմ համաձայն, որ կամ համար 8-նա կամ համար 1-նա միանշանակ ստեղ լրիվ պարզ խաղը արդեն լրիվ բացահայտ։ Համենայն դեպս ես քվեարկեմ այս պահին համար 2-ի դեմ, հետո կորոշենք կամ 1-ի եւ 8-ի խոսակցությունից կերևա թե իրանցից ով է մաֆիան։ Իմ վրա ես մի կասկածեք, մի հոգի էլ եք կորցնելու։ 6 Ես մի քիչ շոկի մեջ եմ, իրենք ինչի շերիֆ բացավ քո կարմիր ստուգումով, այսինքն 9 հասցրել է այդ ընթացքում իշ մարդ ար հասկացնել, որ իմ տեղ է շերիֆ կարան լինի։ Ընդունեք 2 միանշանակ 2 դու ոչ մի մոլորակով չես կարա շերիֆ ելնես, դու ստուգված է ունես 3 ես քվեարկում։ Չկա տեղ շերիֆ։ Մենակով պետք է շղկա, հա մենակով պետք է շղկացնել, մի ձենով պետք է խփեիր։ Դու կարմիր էիր ման գալիս 0 կրուգից, ուր են հետիդ կարմիրները 2 ջան։ Դու մենակով պետք է 4 խփեիր։ Այդ ժամանակ ես քեզ մի այսքան կվստահեի։ Բայց դու քվեարկում ես այն մարդու դեմ, որը իրականում քո թեմի ոնց որ թե քո գույնի է։ Դու ենթադրել ստուգված էր 3-ը, 4-ն էր ստուգված է, բա ուր էր քո ձեռը 4-ի դեմ։ Չկա 2 շերիֆ, չկա գոյություն չունի 2 շերիֆ։ 8 ջան, դու մի հատ այս կոշիկն ես ակնում, դա այն կոշիկն ես ակնում, ասենց ասեմ, 2 կոշիկների դե դուրս չի գալի։ Եվ առաջի կրուգ եւ այս կրուգ, եւ երկրորդ կրուգ։ Իմ հավանական տեխնացիոնը 8-ն է, ես ոնց ասել եմ, ես 0 կրուգ սպասում էի, որ ինձ են գրակելու, ու տրոյկես գցել էի արդեն 2-3-8։ Խնդրեմ 7։ Միանշանակ խաղում եմ համար 4, համար 6, համար 5-ի հետ կապված, համար 5 ձեզ հետ եմ ուզում խաղալ, իրականում խաղում եմ հա ձեզ հետ, բայց համար 4 իմ մտքով էլ է անցել համար 5-ի հետ կապված, մի հատ մտածել եմ ասում, բայց քննարկել, բայց այդտեղ ավելի հետաքրքիր կանդիդատներ ունենք, ձեզ հետո կանրադառնամ, համար 2 ասում եք, սենց եկանք հասանք ստեղ, դուք այդ ժամանակ բացվեցիք շերիֆ ու ասեցիք ձեզ համար 4-ը ստուգված սև խաղացողը։ Ունեինք 4 քվեարկություն, բայց դուք 4 չեք դրել։ Այդտեղ ավելի սևացակ, էլ չկա ոչինչ ասելու։ Էլ չկա, ես հիմա ինչ ոնց էլ բացվեք չեմ հավատալու ձեզ։ Չէ, կլսեմ, իհարկե հարգանքից ելնելով կլսեմ, բայց քանզի սև եք դուք գնալու եք, ես էլի ձեզ եմ քվեարկելու։ Ու համար 1-8-ը բնականաբար իրանց լսել պետքա, բայց ես 8-ին ինձ համար ավելի սև գտել եմ իր նախորդ շրջանին խոսելու ժամանակ ինքը ինձ համար ավելի ասելացել, քան համար 1-ը։ Համար 1-ը շատ հավանական է անգամ մոլորված խաղացող լինի։ Շատ հավանական է։ 10 վայրկյան։ Այդքանը փաս։ 8 Յոթ որ դուք մոլորված խաղացող եք ու հավանականությունը 2-ից հետո որ ինձ հանեն ու խաղը չի վերջանալու, ձեր վրա են խաղալու, այդ նախաբան ասեմ, որ իմանաք, իսկ ինչի որ վերաբերում է համար 5-ին, համար 6-ին, 6 խաղը սկսվել է, ես ունեցել եմ թիմ, որտեղ որ դուք եք եղել, այսինքն դուք դժգոհ եք, որ ես ձեզ վեկարել եմ թիմ, այդ առաջի փաստը ֆիքսենք, եւ երկրորդ շրջանում ես պատտվել եմ ձեզ, ասել եմ ում ենք անում, դուք ցույց եք տվել 3, իմ ձեռը 3 է գնացել։ Պրոբլեմ կա իմ հետ այն դեպքում, եթե ես խաղացել եմ ձեր հետ, այդտեղ դուք վատն եք, բայց անկախ ամենից քո թիմը եղել է 2-5-8։ 6-8 է եղել իմ թիմը։ Առաջիններ։ Ահա։ 2
ես պրոստը խաղում եմ սովորական մաֆիա, ու այս մաֆիայի տրամաբանության մեջ անկախ բանից 3 հատին ա եղել շեյփը, իրանք գնացել են ես բալանս կոդեմ ձեռ եմ դնելու, բայց հետո խաղալու եմ այդ թմերում, որտեղ որ դու թողելու ես։ Այսքանը փասում։ 1 Ես կարող եմ ազնվորեն ասել, որ Սուրենին ճանաչելով ինքը իսկական չէր ու այդ որ ասենց ասած 7 կարմիրա տպավորություններ, որ ինքը սև է ու գիտի, որ 7 կարմիրա, ու ասենց պրոստը 7-ին ուզեցավ համոզի, իսկ համար 9-ի հետ ես խաղացել եմ ու ես հաստատ իրան հավատում եմ, որ ինքը ճիշտ է շերիֆ ու ես միանշանակ շերիֆին լսելով համար 2-ին համարում եմ սև ու կարամ ասեմ, որ 6-ը իմ համար այս խաղին օգուտ տվող է, ես զգում եմ իր կարմիրությունը 7-ը օգուտ տվող ազգում եմ ու 4-ը զգում եմ, որ կարմիր է։ Այսինքն ես խաղում եմ 4-ի, 6-ի եւ 7-ի հետ, կներեք 5 ջան, ձեզ մինչեւ հիմա ես կասկածում եմ, չգիտեմ, տենց զգացողություն կա 8 ջան, հիմա կասկածում եմ։ Իմ համար դուք կարմիր եք ու ուզում եք այս խաղը, ոնց ասեմ, կարմիրը գրի։ Վերջ։ Շնորհակալություն։ Խնդրեմ համար 2։ Այս լսող կա ինձ թե չէ։ Նախ համար 8-ը սկզբում ասել է ես խաղում եմ 2-5-8, հետո ասել է խաղում եմ 2-6-8։ Այդ ձեր համար ես հուշում եմ, էլի, որովհետև դուք ստեղ ցանկացած հաշվարկով կարմիր եք մնում, որովհետև ենթադրում եմ պլոստը, եթե Chelsea 7 իմ համար save են ստուգված, 9 լժեն է, 3-ը անհասկանալի բաներ արել գնացել է այս խաղից։ Հիմա նորից բացատրում եմ։ Ես ստուգել եմ Chelsea այն բանի համար, որ Chelsea-ը թողել է 3-ի վրայով, դրել է իմ տեխնացությունը։ Ստուգել եմ 7 այն բանի համար, որ ինքը ձեռքը դրել է 2, երբ որ ես եղել եմ միակ եզակի խաղի շերիֆ։ Այն պարագայում, որ ինքը իր տեքստում իմ դեմ որևէ բան չի ասել։ Հիմա շարունակությունը բացատրեմ։ Շատ սիրուն է ժպտում, բայց вообще չի խանգարի ինձ էլի։ Այս մարդը հավանաբար 9-ին կուլ գնացած մարդ է եղել, դրա համար ես իրան դիտարկել եմ որպես սև։ Ես համաձայն եմ, օքեյ, եթե դուք սաղդ գրված եք 9, ես կարող եմ դաժե առանց քվեարկության գնամ, բայց ես ձեռքս չեմ դրել 4, որովհետև ես կայի հələ տեխնացությունների ցուցակում։ Ես չգիտեի քանի ձեռ է գալու ին վրա, հետաբար ես պիտի ամեն գնով փրկվեի։ Ինձ թվում է այդ նորմալ է շերիֆի կողմից։ Դե դուք կարաք տենց քննարկեք հակառակը, մնաք կարմիրով կրվեք, որովհետև դուք կարմիր եք։ Շնորհակալություն։ Ասեմ, որ դուք տեխնացություն չառաջադրեցիք։ Այդ իսկ պատճառով միակ տեխնացությունը դուք եք, բոլոր ձայներով հեռանում եք դուք, նույնիսկ ձեր ձայնով, եւ ունեք մեկ րոպե մահախոսական։ Ով է կրակվում, մարդիկ գիտեն երևի թե ում կկրակեն, պետք չէ ես ուշեմ։ Ոստա այնքանով կրիտիկական չի, որ 3-9-ի մեջ մի սև գնացել է, էլի։ 3-ը 9-ը շերիֆներս ձեզ։ Okay, կրակվում է 6-ը։ Շնորհակալություն։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 6-ին։ Առավոտ։ Համար 6 մեկ րոպե մահախոս։ Ավեց խի ասես կրակում, եթե 2 սև ա ունեմ խաղ, 2 սև խաղում մնացած լինի։ Ինչի է բարձրաձայնում։ Հա, այսինքն ես շատ եմ ութի վրա քշում, կարա այդ վերսիան էլի։ Նստեց անալիզ արեց, ասեց սպասի ում ասեմ, բայց մի սև է, մի սևը եթե սաղ վերսիաներով, սաղ տարբերակներով մի սև է, չէ՞ մնացել։ Որտեւ 3-ը շերիֆ բացեց, բայց 7-ի կարմիր ստուգումով, այդ էր ֆանտաստիկ իմ համար։ Հետո 2-ը պնդում էր 4-5-6-2 հատ սև կա, բայց քվեարկում է 3, այսինքն տարբերակ չկա։ Ես մնայի խաղում անկեղծ 8 կհանեի։ Ու ջան, 0-ական դու ասել ես խաղում եմ 2-5-8 սևի հետ, հետո ասել ես 2-6-8, որտեղ զգացել ես սեղանը իմ կողմն է, ու շատ ես արդարանում, այդ դա էլ դուրս չի գալի։ Մեկի գույնի մասին ես փորձում ինչ որ անալիզ անել, մեկի հետ մեկին համոզել, որ ինքը կարմիր է, որ քո հետ խաղա։ Այսինքն գտել ես այս խաղում, հա, ոչ թե իրա, ինչ որ օղակ, որին կարաս գրավես քո թիմ։ Չեմ հավատում 8-ի գույնին։ 5-ը մեր պադիոն դվայի խա դրել 2-3։ Դրել ենք 4, 5, 6, 9, 10։ Հինգ շրջանը դուք եք բացում, խնդրեմ։ Շնորհակալություն եւ ամենապատասխանատու շրջանն է հիմա, ասեմ, որ եթե ռեյտինգային ինչ-որ բան կա, համար 6-ի համար
անպայման գտնում եմ այս խաղի լավագույն խաղացողները համար 6-ը, հարգանքները սիրեն։ Ես առաջարկ կարող եմ ընդամենը անել, բնականաբար, որ 7-ը 4-ը կարմիր են, հիպոթետիկ եթե ընդունենք, որ ես սև եմ, եթե ձեր մեջ ինչ-որ տես կասկածներ են մնացել, ես առաջարկում եմ 8-ին եւ 1-ին հանենք խաղից միասնական ու մենք հաղթենք։ Կամ 8-ին հանենք, հետո 1-ին, չգիտեմ, փորձենք։ Դուք ոնց կորոշեք, համենայն դեպս ես առաջարկում եմ ընդունեք համար 8-ի տեխնացությունը, խաղը կարող է եւ խաղը ավարտվել, բայց եթե չէ, ուրեմն սխալվել ենք համար 1-ն է։ Համար 1-ի զուրեք իմ վրա կասկածում, այս խաղի ոչ մի լոգիկայում ես չէի կարա սև լինել։ 10 վայրկյան։ Շնորհակալ եմ այդքանը։ Խնդրեմ 7։ Համար 6-ը ճիշտ էր ասում կապված Զապադյոմի հետ, որ համար 5-ը դրել է, դրա համար ինքը կարմրում է։ Ես մտածել եմ, մտքովս անցել է, բայց չէ։ Համար 8 ընդունեք, համար 1-ը ըստ իս համար 1-ի հոգեբանությունը, համար 1-ի էմոցիան ու առհասարակ մոտավորապես որպես մարդ պատկերացում կազմած, ես չեմ կարծում համար 1-ը շատ հանգիստ կհելներ կասեր համար 2-ին սև եմ տենում, 8-ին սև եմ տենում, որ մնար մի հատ սև խաղացող ու ինքը միայնակ տենց այդ խաղը տաներ։ Բայց համար 5-ին էլ է սև տեսել։ Այսինքն, անձնապես ինքը չէր մտածի, ես չեմ կարծում ինքը այն խաղացողն է, որ իր սևերին սևացներ, որ ինքը միայնակ տաներ խաղը։ Ըստ իս ինքը կմտածեր բա որ նեղացնեմ խաղի ընթացքում։ Չգիտեմ, խի մոտ այդ լե հոգեբանությունը կա։ Ես այս պահին համար 8 եմ հանելու։ Համար 8-ի առաջի կազմած թիմը հետո նորից կարմիրների մոտ գնալ, որ արդարանալ է, ինքը իրան սևացրել է սկզբանե, ասել եմ այդ մասին, ինչը շարունակել է համար 6-ը, հիմա հանում ենք համար 8, հետո համար 1։ Ես 5-ին կարմիր չեմ տենում։ Սև չեմ տենում, կներեք։ Հələ որ։ Մեկ այլ խոս։ 8։ Եթե ես հիմա դուրս եմ գալիս, խաղը չի վերջանում, ձեր հաջորդ քայլը կրակոցից հետո ով լինելու մեկը, բայց նայեք ձեր թիմում հիմա խնդրեմ կա 4 ասում 1 պետք է հանենք, բա 5 պետք է հանենք, 5 ասում 1 պետք է հանենք։ Ընդունեք համար 5-ի տեխնատությունը։ Ձեր մտածելով ես ձեր հետի սևն եմ, ով որ ձեռադրել ուղարկելա ձեր բոլորի կողմից տեսած 3-ին, ձեռս եղելա թե չի համար 4։ Ես ձեր հետ ձեռ եմ դրել հանել եմ համար 2-ին, այսինքն ես էլի ձեր հետ բանեմ, սև եմ դառնում։ Այն իմ սևերին, այսինքն ես պետք է ռավբեկ բեկանեմ 2-3, 7 առաջինն է։ Հենա կդնեմ մի հատ 5 կամ 1, քշեմ այդ 5-1-ի վրա, կփորձեմ այդից ինչ-որ մեկին հանեմ։ Իմ սևերին բռնում եմ, քշում եմ, տանում եմ դուս։ Ընդունեք 1, ընդունեք 5, եթե ես ձերն եմ դրել տեխնացությունը, խնդրեմ 5-ը տեխնացություն դրեք, մի հատ ես կուզենամ ձեր տեքստը լսեմ, էլի։ Փաս։ 1 Ես ճիշտն ասած շատ տխուր եմ, որ 6-ը դուրս եկա, որտեվ ինքը ինձ համար շատ վստահելի մարդ էր, ում ես հավատում էի, ու ես ամբողջ խաղը խաղացել եմ աղջիկների հետ 4-ի ու 7-ի, իմ համար ես կարմիր եմ ձեզ տեսնում, պլյուս իմ շերիֆը, ում ես հավատում էի ու իր հետ եմ խաղացել, ձեզ ասելա կարմիր։ Ես կասկածում եմ համար 5 բացատրեմ ինչի, իմ համար դուք մի տեսակ ուժեղ խաղացող եք ու ձեր միմիկաների, ձեր անալիզների, առաջին իսկ խաղից ես ձեզ կարմիր չեմ տեսնում, իսկ թվում է իրավունք ունեմ դրա մեջ։ Իսկ քանի որ աղջիկների հետ ես կարմիր եմ, ինչա պետք է ես կարամ դուրս գամ ենթադրենք կամ 5-ի կամ 8-ի հետ 5 եմ դնում, որ ամեն ինչ ճիշտ լինի, մի հատ ինձ հուշեք, ես չեմ ջոկում ձեր այդ հաշվարկները։ 5 դնեմ, որ հասկանանք 5, 8 կամ 1, ճիշտ է։ Ես պատրաստ եմ Լյուբոյի հետ դուրս գամ, եթե մենք 5 ընդունեք տեխնացությունից, վերջ։ Հաստատված է, շնորհակալություն։ Խնդրեմ 4։ Ոյ, 7 շատ դժվար է, հիմա մենակ քո հետ եմ խաղում։ Նայ, մեկին էլ չեմ կասկածում։ Մեկին հանում եմ կասկածների մեջ, իմ համար 5-ն է շատ։ Ասում եմ, եթե դաժե ինչ որտեղ ես սև եմ, եկեք 1-8 դնենք, հանենք, հաղթենք։ Բայց եթե դուք սև եք, մեզ ինչի է ձեր տալիս։ Դուք պիտի ասեք, եթե ես սև եմ, եկեք ինձ դրեք 8-ի հետ կամ ինձ դրեք 1-ի հետ հանենք։ Ասում եմ, եթե ես սև եմ, 1-8 դրեք, հանեք։ Այդ մեզ այդ ինչ է տալու մեզ։ Պարտվել ենք։ Հետո այդ գիշերը մեկնում եք, իսկ կրակեք կմնա մեկ։ Դրա համար մեկին հանում եմ կասկածներից, այսին համար հիմա ամենառիսկայինը դա 5-ն է։ 8-ը դրել է 3, 8-ը դրել է 2։ Դուք դրել եք Զապադյոմ, դա լավ է։ Դա լավ է կարել, բայց ընդունեք համար 5։ Իմ համար հիմա 5-ն է։ 6-ը ասում է 8 թե 5։ Նայ, եթե 8-ին հանենք, հետո գիշերը 5-ը, եթե սև է մնում, կրակում է, ու մնում եք ուգադայկա։ Բա որ խաղի մեջ մնացածա լինում 2 սև, 6-ը կրակոցա տվե 5 հոգով սեղան ենք։ Առաջին նկատողությունն էր։ Շնորհակալություն համար 4։
Սիրելի մասնակիցներ, ուշադրություն, քվեարկություն։ Տեխնացուներն են 8-5, 8, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 8-ը, շնորհակալություն 3 ձայն։ 5, ովքեր են համաձայն խաղի թերանը համար 5-ը, շնորհակալություն 2 ձայն։ 8, 1 րոպե մախոսական։ Այսինքն հիմա ձեր վերսիան իդեալական կաշխատի, որ դուք կզարթնեք, կասեք 1-8-ի հետի սևնել, ուզում եք 5 բան անել, հա, հանել քվեարկությունից, ահա։ Խի 8 դրեցիք, դու կբացատրես մի հատ քո ձեռը 8-ին ինչի գնաց իմ տեքստերից հետո այն բանի համար, որ ինչ Այ ես խաղացել եմ 6-ի հետ, հետո ասում եմ 6 քո բոլոր քվեարկությունները ես դրել եմ։ Հա 6-ը ասելա որ 8-ը սև է։ Եթե այս խաղից հետո մենք երանք ընդ դուրս ու դուք 6-ին հարցրեցիք 8-ի գույնը, այնտեղ տեսած որ կարմիր է, դուք այս խաղը կրվեցիք, այդ պատասխանատվության ամբողջ զգացումը 6-ի հետ կվեկալեք, 4 դուք տանեք, որտեղ այս տեղանի ամենակարմիր խաղացողը դուք եք եղել։ Մեկը խաղացել է ձեր հետ, 7 խաղացել է ձեր հետ, դուք վերջի այս շրջանի քվեարկության ժամանակ 8 էի քանում, 1 էի քանում, 5 էի քանում, 8 էի քանում, 1 էի քանում, 5 էի քանում, վերջնականը եկավ 8-ի վրա, չէ՞։ Ահա։ Ես կարմիր խաղացող եմ ետում, ձեր այն հաշվարկները հանեք, նա թարմացրեք ու հետո իմացեք։ Շնորհակալություն։ Ես անդրադարձել եի ուղղակի, դեռ ինչ չկրակեցիք, որ շատ հեշտությամբ կարողանաք 4-ին ուղղակի 4-ին։ Գիշեր է քաղաքում։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 7-ին։ Արավոտ։ Համար 7, 1 րոպե մախոս։ Տասելի էր, մի հատ համար 4, հիշում ես, որ համար 10-ը բարկացած մեզ հորդորեց համար 1-2-3 տրոյկեն նայենք։ Չես մտածել է տղությամբ։ Սոշը չես մտածել է տղությամբ։ Բարդ խաղ են մեզ թողելու, շատ վատա, որ մենք ենք միշտ մնում վերջում։ Չէ, քո նկատառումը կապված համար 5-ի հետ, որ ասացիր խի 1-8 դուրս գան դուք մնաք, այդ նկատառումը ես միջև այդ ժեստիկուլացիայով չհասկացա, որ այդ մասին եք խոսում, բայց համար 5-ը խի էլի, խի օրինակ չելնի համար 5-ուց, հետո 1-ին կհանեք, խի այդ տեքստը չեղամ ինձ այդ այդեք։ Համար 1-ը, որ գնում է համար 5-ին, սևացնում է համար 5-ին, ես էլ համար 5-ին ի սկզբանե սև չեմ տեսել, համար 1-ը սևանում է, պրոստը շատ 50-50 են երկուսն իմ համար, դրա համար ոչինչ չեմ կարատամ, ոչինչ չեմ կարատամ։ Համար 5-ի վրիպումը խոսելու ժամանակ էդ էր վատ, որ սևացավ ու մենք չենք կարող հիմա իրան էլի նորից կարմրացնենք այդ վրիպումը, այդ 1-8 արեք, այդ վրիպումն էր միակ, բայց ես խաղ այստես համար 5։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մնացել եք 3-ով եւ հեծանիվ չեմ հորինի, որ ասեմ ձեր 3-ից որևիցե մեկը մաֆիա է։ Թե ով։ Համար 1, 1 րոպե։ Ուղղակի բան չնեմ ասելու, իմ համար 4-ը 100% կարմիր ա եղել ամբողջ խաղը, ու ես մենակ մի բան չեմ հասկանում, եթե համար 5 ջան դուք սև եք, ինչի ինձ չկրակեցիք գիշեր, որովհետև ես անդադ ձեզ էի ուղղորդում, դուք երևի ինձ չկրակեցիք, որ շատ հեշտությամբ կարողանաք 4-ին ուղղակի 4-ի հետ ինձ հանել, երբ որ արթնանաք, որովհետև ինչի համար 7 կրակեցիք, այդ չեմ կարողանում հասկանալ, բայց ինձ համար 4-ը եղել է կարմիր, ես իր հետ եմ խաղում, միանշանակ համար 5-ին ամբողջ խաղը ես սև եմ համարել, ու ես միանշանակ դուք իմ համար ինքը սև է, իմ համար ինքը սև խաղացող է եւ չգիտեմ ինչա 7 կրակ է, որովհետեւ ես եմ իր դեմ խոսացել, պիտի օրենքով ինձ կրակեք։ Այդ չեմ հասկանում։ Ես տեխնացիոնս դնում եմ համար 5-ին։ Վերջ։ Ընդունված է 5, խնդրեմ համար 4։ Ախր չգիտեմ, ինչ ասեմ, համար 1-ը նենց էմոցիոնալ է խոսում, նենց սենց ափսոսանքով, որ հիմա այսքան սենց մնացինք, եկեք լավ, սենց անեմ, ընդունեք համար 1, որովհետև հիմա ես կարմիր խաղացող եմ ամենայն դեպս, գոնե սենց ընտրություն լինի 1-ի ու 5-ի միջև։ Նայեք, համար 8-ին ինչի չէի ուզում հանել, ես 7-ին միջև վերջ ասում էի 8-ին չեմ ուզում հանեմ, որովհետև երկրորդը երբ որ տվեց հրահանգ կրակեր համար 6, համար 8-ը տենց բան խաղացող չի, էլի, որ ինքը կիմանար, այսինքն կամ 5-ներ կամ 1-ը, դրա համար ճիշտ կլիներ 5-ին հանել ի սկզբանե, ոչ թե 8-ին։ Ուղղակի 8-ն էլ նենց վատ թիմ վերցրեց ու շատ վատ խոսեց, դրա համար 8-ի վրա կասկածներ կային։ Հիմա չգիտեմ, անկեղծ չգիտեմ, համար 1-ը նենց սենց ուզում եմ ձեզ հավատամ, անկեղծ ուզում եմ հավատամ։ 10 վայրկյան։ Լավ, էլի 5-ն էլ խոսա։
5 Ուրեմն, չգիտեմ, այդ Kicks-ը, որ դուք ասում եք, խաղից գրետ երկրորդ թե երրորդ կրոգին, որ ես չասի ինձ էլ հանեք, բնականա կարող է տենց էլ դիտարկվել, որպես Kicks ընդունում եմ, անցանք առաջ։ Հիմա ամենակարևորին։ Ես գիտեի, որ ամենաշատ կասկածողը ինձ համար 4-ն է, որովհետև ինքը դա չէր թաքցնում։ Այսինքն ինքը անդադ ասում էր, որ կասկածում եմ ինքը 50-50 է, չգիտեմ, բայց դե բան, մինչև հիմա այս պահն էլ ինքը կասկածում է։ 7-ը ավելի քիչ էր ինձ կասկածում եւ ես շատ ցավում եմ, որ կներեք, բայց ուրախ կլինի, որ 4-ը գնար, 7-ը մնար, որովհետեւ եթե 7-ը մնար, մենք միանգամից համար մեկին կհանենք եւ կարմիրները կհաղթեին։ Հիմա ես էլ կարամ արդեն սկսեմ կասկածել, որ համար 4-ը սև է, բայց դա անհնար է, որովհետև համար 4-ը հաստատ կարմիր է, համար 7-ը հաստատ կարմիր է։ Հետևաբար ես քվեարկելու եմ համար 1-ի օկտին, հանում են կարմիրները, հաղթում են, ինձ եք հանում կարմիրները պարտվում են։ Այդքան բան։ Ձեր ձեռում է հիմա մեր հաղթանակը։ Մի հատ լավ մտածեք։ Շնորհակալություն։ Մի հատ ինչ որ ասեցիք։ Շնորհակալություն, համար 5 ստացակ 3 նկատողությունը, համար 5 3 նկատողություն ունեք, զգուշ եղեք եւ այսպես քվեարկություն տեխնացուներն են 5 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 5-ը շնորհակալություն 2 ձայն 1 ովքեր են համաձայն խաղի թերանը համար 1-ը 1 ձայն համար 5 խնդրեմ Ափսոս էր այս խաղը, համար 4-ի կողմից պրավալ գնաց, ինչ ասեմ, բան չունեմ ասելու, ընդհանրապես պետք էր ամբողջ խաղը վերլուծել եւ հասկանալ, որ համար 1-ը ի սկզբանե ամենակասկածելին էր, այդ ոնց եղավ, որ վերջում ես դառա սև այն դեպքում, երբ որ 7-ի, 6-ի եւ ընդհանուր բոլոր քվեարկությունների բոլոր ամենջում ես կարմիր էի։ Շնորհավորում եմ սևերին։ Համար 4 հարցս հիմա ուզում եմ ուղղել ձեզ։ Ձեր կարծիքով սևերն են հաղթել թե կարմիրները։ Ինձ թվում է կարմիրները հուսամ։ Հաղթանակ սևերին։ Այս խաղում պետք է հիշել մի բան. մեկ սխալը կարող է ճակատագրական լինել։ Կներես։ Սևերին հաջողվեց ընտրել ճիշտ մարտավարություն եւ հաղթանակ տանել այս Ինձ անշան է գումար օրենք չի, միշտ եղել, հիտեք չես հա։ Նախընտրական 9 խաղից հետո եզրափակիչ փուլ անցան հետևյալ մասնակիցները։ Խաղը ինքը պարզապես խաղ չի, ժամանակ անցկացնելու չի, խաղը շատ բան է տալիս, այդ թվում նաև հետագայում կյանքում բավականին լուրջ փորձառություն ունենալու, շփվելու, լսելու, իր ասածը համոզելու, խաբելը լավ բան չի, բայց միգուցե լռելու, այսպես ասեմ, այդ ունակությունները ձեռք են բերվում այս խաղի ընթացքում եւ ինձ համար ամենակարևորը խաղի ընթացքում ձեռք են բերվում շատ լավ ընկերներ։ Ես կարծում եմ, այս պրոյեկտը իրավունք ունի ու պետք է վաղուց վերականգնել։ Միայն կարող եմ ողջունել պրոյեկտի ղեկավարներին, որ կարողացան վերականգնել։